Կիրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Ջրային տարածքներում աջակայացած դժբախտ պատահարներն ու ջրահեղձ եղածների տխուր պատմությունները, ինչու ջրամբարների տարածքներում չկան զգուշացնող վահանակներ եւ ինչից հատկապես պետք է զգուշանան ծնողները։ Եկեղեցի մոտ ձեր անցել են գելեր։ Խնդրում ենք էլի հուսով Հնարավոր է գետնել լինի։ ինքը աշխուժ երեխա է, պետք է անընդհատ շրջող հաստիկներ լինեն։ Չեն հետևում փրկարարների ցուցումներին։ Այսպիսի երևույթները երբեմն ողբերգական ավարտ են ունենում։ Բանակի կերպափոխման հայեցակարգն օզին ծառայության ժամկետի կրճատումը, ինչ ռեսուրսով է իրականացվելու սահմանների պաշտպանությունը եւ ինչու են ծառայելը դարձնում աղքատի մենաշնորհ։ Պետք է զինվորը պատրաստվի զգալ լինել։ Երկիրը բերել պոտենցիալ պաշտպանման վիճակի։ Առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Ավելավա հիմա անեն, քան չանեն։ Ընդհանրապես պրոֆեսիոնալ բանակ գոյություն չունի։ Ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ։ Սա կոռուպցիան վերացնելու ճանապարհ է։ Ադրբեջանի համար 100%-ով արդարացված է, մեզ համար 0%։ Վճարում են, որպեսզի իրենց փոխարեն գրեն կամ կրթական համակարգի նկատմամբ պետության անտարբեր վերաբերմունքի օրինակը, արդյոք բուհերում սովորել է ինքնանպատակ է եւ ովքեր են թելադրում խաղի կանոնները։ Համապատասխան գիտելիքները փորձ չի տակել։ Ձեր փոխարեն կգրի ավարտական աշխատանքը, ձեզ մնում է ընդամենը 1 անգամ կարդալ։ Այնտեղ աշխուժություն կա, ինչ-որ մարդիկ են դուրս գալիս։ Խնդիր ունեն մենակ դիպլոմ վերցնել։ Ամեն ինչ իր հակառակ կողմն ունի։ Նման բաները արգելված է օրենքով։ Ինքնավթարված հերթական ավտոբուսն ու նախագահական նստավայրի հարևանությամբ խառնաշփոթը, արդյոք սպանության պատճառը կինն էր եւ ով էր մայր ու որդուն վրայերթի ենթարկած մեքենայի վարորդը։ Կարող բախվել սրան։ Սողալումն է։ Այլան հետքերը։ Շտապօգնությունն է, չէ՞ տարել։ Սողալումն է։ Փորձանքը մենակ չի գալիս կամ հարազատ եղբայրների սրտաճմլիկ պատմությունը, ինչպես են րոպեների ընթացքում զրկվել տանիքից եւ ինչպես են միամուռ դիմագրավում ճակատագրի հարվածներին։ Դուրը բացից ոստեցրեցի։ Ամբողջ տանիքն է վառվել, Սանկավարտակաշին մի հանեցին։ բայց ջուրը որ թափվել է վրան ինքը շատ է վնասվել։ Ո՞ց է ծավալում։ Ես մի ծավալում կամ քայլեմ։ Դու բորդեզնի քայլ։ Շատ է սիրում իր հսմանը։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։